Բարև ձեզ բարեկամներ, Արարատյան խոհանոցն է եթերում։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ միասին լինելու համար։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել Տոլմայի համահայկական 2015 թվականի տոն ամփոփումը եւ նրա լուսաբանումը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրն է հայ խոհարարական համանդրույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ, Աֆրիկյան Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար Արման Խաչատրյանը։ Ողջույն Արման։ Ինչպե՞ս ես։ Ոչինչ, մերսի։ Ուրախ եմ շատ տեսնելու համար, բարեկամներ, ինչու Արման Խաչատրյան, որովհետեւ Արման Խաչատրյանը 2015 թվականի Տոլմայի տոնի հաղթողն է։ Գլխավոր մրցանակի տիրակալը։ Ապրես դու, շնորհավորում եմ եւս մեկ անգամ եւ այսօր բարեկամներ ներկայացնելու ենք հենց այն տոլման, որը հաջողություն բերեց Արմանին։ Արման ջան, ո՞նց ծնվեց այդ տոլման։ Երկար մտորումների արդյունքում, այսինքն այդ տոլմայի տոնը նպաստում է, որ խոհարարական միտքը զարգանա։ Բնականաբար մենք ունեցել ենք մշո տոլմա, նույնպես գառի մսով է պատրաստվում, եւ Սերգեֆիլով եւ այլ համեմունքներով, բայց ես զարգացնելու նշանակություն տալու նկատմամբ զբաղվեցի իմ մտահղացումս առավելացնեմ այդ գառի անվանումով տոլմա, դարձնեմ իրան վանա տոլմա, բայց չալաղաջներով արդեն գառա։ Շատ լավ։ Չալաղաջներով, հաստ կողերը, այո, իր կողային էս ֆիլեի մսով եւ հավելացումով եւ այլ համեմունքներով եւ այլ համեմունքներով։ Այո։ Հիմա խնդրում եմ թվարկենք, թե ինչ ենք օգտագործելու։ Այստեղ օգտագործելու ենք առաջինը միսը, որը որ շատ կարեւոր է։ Այո։ Մեր խաղողի տերևը, տոլին։ Ոնց որ կարգն է անվանումը։ Այո։ Բանջարեղենը այն դեպքում, որ իրան ոնց որ խավարտ մենք նշանակություն ենք տալու այս տոլմային, որպես խավարտ, եւ բնականաբար բրինձը, որ օգտագործվում է մեր տոլմային ու կլոր բրինձ ասելունը ավելի մոտիկ է եւ իր այդ շիրան, որ դուս է տալիս եւ համը կլորի տարբերվում է երկար բրինձից։ Շատ լավ։ Եվ Սերգեֆիլը, որը որ մարխոշություն է տալիս եւ հրաշալի նոր համ է մտցնում։ Այո, խտվաշություն։ Գառի ավելնորդությունն էլ վերացնում է, ասենց ասած։ Մենք կարող ենք եւ սև սալորաշի եմ տեսնում, այստեղ արդեն էփելու ժամանակ։ Կարակ եմ տեսնում։ Ահա։ Եվ համեմունք ինչ ենք օգտագործելու, աղ, պղպեղ։ Աղ, պղպեղ, ես քանի որ խոսում եմ մեր հայկական տոլմայի մասին, պետք է օգտագործենք զուտ մեր հայկական համեմունքները։ Դրա համար ինձ թվում է ավելնորդ համեմունքներ պետք չի մեր խոտաբույսերն են։ Ինչու՞մ կարաս, ինչով կարող եմ ես օգնել։ Ես այստեղ տեսնում եմ շոկե հարված սոխ։ Այո, շոկե խաշել եմ, որ իրան միջուկը պատրաստելուց, միջուկը արդեն տեղադրեմ մեջը ու լցոնելու ենք, այո, ամեն մի բանջարեղենների հետ լցոնել ենք, կիտրոնը նույնպես պիտի լցոնենք։ Կիտրոնով վերջում պետքա կողքերը ինչ որ ձևավորենք։ Այո։ Գնացինք։ Առաջինը սոխարած պետք անենք, շատ մանր Ես կկտրատեմ սոխը, մնացածը դու եւ զրուցենք եւ սկսենք աշխատել։ Ես միսը վերցնեմ։ Միսը Գնալով շատ ավելի թիմեր են մասնակցում, բայց այնուամենայնիվ ես զգում եմ պահպանողականություն, զգում եմ որոշ ռեստորանների կողմից, որոշ անախոհարարների կողմից, չգիտեմ, մեզ չեն վստահում, թե իրենք այդպես ինքնավստահ չեն, վախենում են ինձ թվում է վախենալ պետք չի։ Ինչ կա վախենալու։ Ոչ մի բան, մարդ ոնց պատրաստում է կամ գործում է կամ արտահայտվում է, բնականից պետք է լինի։ Իհարկե, ինչ լավ միջավայր է, ինչ լավ մթնոլորտ է։ Սաղսերը մարդ ենք բոլորս մեկը։ Բոլորը իրար ժպիտով, ընկերներ էին բոլորս մենք միասին էինք եւ եթե միասին ենք շնորհավորանքներով պետք է այդպես լինի։ Այո, միսը այստեղ պատրաստենք։ Պետք է մարինատ բռնեմ։ Պիտի մարինացնես այստեղ։ Ինչով։ Աղով, համեմունքներով, բայց ինձ թվում է մի քիչ կարակը էլի պետք է ավելացվի։
Եվ ուզում եմ մեր հերոստատիտողներին ծանոթացնել Մի քիչ թարմ պղպեղա հասնում։ այո, քվեարկելու, գնահատելու այդպես գործընթացը, թե ինչպես իրականացավ։ Այսինքն մենք ունեինք 3 անվանակարգ՝ լավագույն համ, լավագույն տեսք եւ լավագույն մտահղացում։ Եվ ունեինք գլխավոր մրցանակ։ Այն մասնակիցը կամ այն թիմը, որ շահեց գլխավոր մրցանակը, բնականաբար նա նաև այդ անվանակարգերում էր առաջատար դիրքերում, բայց նա արդեն դուրս էր գալիս։ Գլխավոր մրցանակ շահողը դուրս է գալի, այլ անվանակարգերում չի քվեարկվում, որտեղ կարող է հարց առաջանալ հերոստատիտողի մոտ, այդպես է որ գլխավոր մրցանակ ստացավ, բայց լավագույն համ, լավագույն տեսքի մեջ այդ մարդը չկա։ Այո, դուրս է գալիս նա այլ քվեարկության ոչերից եւ մնացյալը արդեն ըստ աստիճանակարգի, ով որ այս կամ այն անվանակարգում լավ արդյունքներ ցույց տվեց, նա էլ շահեց։ Սոխարած պատրաստեցինք մի քիչ ձեթով եւ կարագով, ավելացնում ենք պղպեղ, թարմ, Որովհետև ինչքան էլ մեր փոշի ասված պղպեղները ավելացնենք, իրան թարմ պղպեղի համն ու արամատը ուրիշ է։ Այո, ուրիշ է։ Եվ մեր ընդհանրապես ուրիշ է։ Մեր մթերքները այլ են։ Քանի որ միջև Սոխարածը պատրաստվի, համեմենք մեր միսը։ Արդեն չալաղաժները ծեծած վիճակում է, լցոնվելու են չալավաժները։ անպայման կտրտած մսով։ Ահ, պղպեղ։ Եվ կանաչեղեն իհարկե, ցիտրոն, չորացրած։ Չոր ռեհան։ Անպայման պետք է անջատվի իր այն հաստ կոթերը, այսինքն որ վտանգավոր չլինի, թեթև է սոխարած անում, արդեն կարանք ավելացնենք կտրատած սերկեֆիլը, Իսկ չիրը պիտի կտրատենք։ Չիրը մեջը ես չեմ դնում։ Ահ, շարունակ։ Էփելու ժամանակ արդեն կողքերը նատուրալն իր տեսքը պահպանելու համար։ Մի քիչ էլ ավելացնենք։ Սերկևի։ Ահա։ Դրա կեսը լավ է ինձ թվում է։ Արդեն ժամանակն է ինձ թվում է ավելացնել կարմիր պղպեղն ու եւ բրինձը։ Թեթև տուշի տանել իրան։ Շոկ է խաշեն։ Հա, շոկ է խաշել։ Այո։ Շատ էլ պետք չի։ Քաղցր պղպեղ անպայման։ Երեխաներն էլ են օգտվում ինչու համար որ սև կարելի է թեթև, ինչի համար որ լավ հոտ ունի ինքը մեր դուշիստի։ Մա պետք է անպայման սառի մի թեթև գոնե գոլանայինք, որտեվ տաք սառի հետ ինքը մի քիչ այդ պահին Տակը սառի հետ չի թույլատրվում։ չի թույլատրվում։ Լավ, սառավ եւ հիմա կարող ենք խճողակը պատրաստել։ Մսի վրա։ Նորից հիշեցնեմ խճողակը թե ինչպես պատրաստեցինք բարեկամներ, նախ փափկամիսը մանր կտրատեցինք, համեմեցինք աղով, պղպեղով, ցիտրոնով եւ չոր ռեհանով։ Եվ սոխարած պատրաստեցինք առատ ձեթով եւ յուղով, կարագով։ Սոխարածի մեջ սոխի հետ միասին ավելացրինք նաեւ կանաչ թարմ պղպեղ, սխտոր մի քիչ վերջում։ Այնուհետև բրինձը մի քիչ շոքեհարեցինք սոխարածի հետ եւ խառնեցինք մսին։ Ստացվեց խճողակ։ Սոխարածի հետ ես մոռացա ավելացրի նաեւ մանր կտրատված սերկևիլ։ Եվ այսպես մի հետաքրքիր միջուկ պատրաստեց։ Այո։
Խճովակ։ Այո։ Դե գնացինք, սկսեցինք փաթաթել։ Անպայման հակառակ կողմի վրա։ Իրան բացում ենք հակառակ կողմի վրա։ Միսն ենք դնում, ծեծված Այո, հաստ կողը։ հաստ կողը եւ ավելացնում ենք, Խճովակը տեղադրում ենք մսի վրա, ծեծված մսի վրա, նոր հավաքում ենք։ հավաքում ենք, Այո։ Բարեկամներ, դուք տեսաք փաթաթելու ձևը եւ դնելու նաեւ ձևը։ Մենք արդեն փաթաթենք, կդնենք եւ երբ որ կուղարկենք պատրաստելու ամբողջական կտեսնենք թե ինչ ստացվեց։ Արման ջան, պատրաստ է արդեն այս փունջը, այսպես ասենք, տոլմաների, որ դարձավ հաղթող 5-րդ տոնին տոլմայի։ Ինչ ցանկություն ունես, ինչ առաջարկ մեր հերոսատեսներին։ Ուզում եմ ավելացնել իրան խոհարարի կողմից պատրաստված սոուսը, որ կարա ինքը մարգխոշ սոուս պատրաստի մրգային, որը որ բնության գրկում համապատասխանում է տերևին, որս արած ինչ-որ մսային, որով պետքա պատրաստվի։ Վայրի հատապտղից պատրաստված։ Իրան հասանելի լինի մրգային մարգխոշություն։ Թթվաշություն։ Այո, ես ավելացնում եմ հոնի սոուս։ Հոնի սոուս ես ավելացնում, ապրես դու, որտեղ ես տեղադրում։ Տեղադրենք ինչ-որ մի ազատ։ Շատ ավելի որ գրավիչ, համեղ եւ ճաշակողին ինձ թվում է այլ պակաս էս բուկետին, որ շի բան չկա լրացնելու։ Շատ լավ։ Եթե ունես ցանկություն մեր հերոսատեսներին առաջարկ ցանկություն։ Ես կցանկանայի բոլորի մտքով ինչ զարգացում անցնում է, թեկուզ փորձարկի, հա, իր մոտ անպայման կստացվի։ Լավ, այդ ամեն ինչը չի, որ պետքա կարդալով կամ լսելով, թող մտահղացումներ աշխատացնեն, կստացվի ամեն ինչ։ Հարգելի հերոստատիտողներ, մտահղացումներ աշխատացրեք, փորձեք եւ վստահ եմ, որ ինչ-որ բան կստացվի։ Ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհավորեմ Արման Խաչատրյանին, նորից կրկնեմ, որ Արման Խաչատրյանը 2015 թվականի տոլմայի 5-րդ տոնի հաղթողն է, բացարձակ։ Շնորհակալություն, եղբայր, ապրես դու եւ շնորհավոր եմ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Քեզ էլ եմ ցանկանում, որ երբեք միտքդ, ստեղծագործ միտքդ երբեք կանգ չառնի եւ միշտ նոր պրպտումներ, նոր մտահղացումներ, դրանից կշահի նաեւ մեր ազգային խոհանոցը։ Շնորհակալություն։ Այսքանն էր, հարգելի հեռուստադիտողներ, որ պատրաստել ենք այսօրվա համար, միայն առաջարկում եմ այս հիանալի փնջի հետ, տոլմայի փնջի հետ նախ մատուցել 65-ից 70 աստիճան ջերմ աստիճանի տակ, հարկավոր է անպայման լավ ժպիտով մատուցել եւ հետը կարմիր անապակ, անսահմանափակ հայկական գինի։ Ուզում եմ, որ լինենք առողջ եւ երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Վանա տոլմա, գարան հաստկող 6 հատ, գարան միս 300 գրամ, բրինձ 50 գրամ, սերկեֆիլ 60 գրամ, տակդեղ 40 գրամ, սոխ 80 գրամ, կարակ 50 գրամ, չորացած ցիտրոն եւ ռեհան, աղ, պղպեղ, համեմիսեր, լոլիկ 1 հատ, սմբուկ 1 հատ, տոլի տերև 12 հատ, սալորաչիր, բարեախորժակ